Բաքվի հակաօրակարգի շրջանակում այսօր անդրադառնում ենք Ադրբեջանի համընդհանուր պարբերական վերանայման զեկույցին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանը Ժնևում ներկայացնելու է մարդու իրավունքների ոլորտում 2020 թվականից ի վեր Հայաստանի ձեռնարկած քայլերը, ձեռքբերված առաջընթացն ու առկա խնդիրները, մենք հայացք կնետենք հարևան երկրում այս գործընթացներին եւ Երևան կհանենք այն խնդիրները, որոնք առաջացել են պաշտոնական Բաքվի համար 2023 թվականին զեկույցի հրապարակումից հետո։ 2023 թվական Ադրբեջանի 4-րդ համընդհանուր պարբերական վերանայումը։ Համընդհանուր պարբերական դիտարկումը 2006 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ստեղծած ընթացակարգ է, որի համաձայն ՄԱԿ-ի անդամ պետությունները 4.5 տարին մեկ ներկայացնում են մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկած քայլերը։ Ադրբեջանի 4-րդ համընդհանուր պարբերական դիտարկումը անցկացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի 14-ին։ Զեկույցը ընդունվել է 2024 թվականի մարտի 25-ին։ Ադրբեջանի պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, զեկույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում մեծ վերադարձ պետական ծրագրին, որի հեղինակը Իլհամ Ալիևն է, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձություններին, դրանք ներկայացնելով որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Այս գործընթացով Բաքուն հաջորդ անգամ կանցնի 3 տարի անց 2028 թվականին։ Հիմնական հանձնարարականները ուղղված Բաքվին։ Վերանայման ընթացքում տարբեր երկրներ ներկայացրել են հանձնարարականներ Ադրբեջանին։ Մասնավորապես Ավստրալիան կոչ է արել Ադրբեջանին կատարել անկախ քննություն 2020 թվականի պատերազմում եւ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի զինվորների կողմից հնարավոր ապօրինի սպանությունների եւ խոշտանգումների վերաբերյալ, դադարեցնել կառավարության քննադատների կամայական ձերբակալությունները, քննել ցանկացած վատ վերաբերմունք արդարադատության համակարգում։ Իր հերթին Անգլիայի իրավաբանական ընկերակցությունը մտահոգություն է հայտնել դատական համակարգի անկախության բացակայության կապակցությամբ։ Այս կառույցը ընդգծել է, որ դատավորներն ու դատախազները հաճախ հետևում են նախագահական ապարատի եւ արդարադատության նախարարության ցուցումներին։ Նշվել է, որ Ադրբեջանը չի կատարում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Այս մասով կարելի է փաստել, որ պաշտոնական Բաքուն ինչպես 2023-ին, այնպես էլ այսօր հրաժարվում է կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, բերելով ամենատարբեր արդարացումները, ընդհուպ այն, որ չի մասնակցել դատավորների ընտրությանը։ Սակայն այստեղ մեզ համար ակնհայտ է Բաքվի իրական նպատակը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից մեկը օրինակ վերաբերում է Լաչինի միջանցքին եւ հարց Բաքվին. ինչ կարգավիճակում է այժմ Լաչինի միջանցքը։ Հետագա քայլեր, ինչ պետք է անի Բաքուն մինչև 2028 թվականը։ Զեկույցի ներկայացմանը հաջորդել են առաջարկներ եւ Բաքուն Բաքու չէր լինի, եթե դրանք չմաղեր եւ շարքից չհաներ Արցախի վերաբերյալ դիտարկումները։ Մասնավորապես Ադրբեջանը մերժել է 318 առաջարկություններից 134-ը, շուրջ 40%-ը։ Մերժվել են այնպիսի առաջարկներ, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների ապահովմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զեկույցը ներկայացվել է 2023-ի նոյեմբերին, այսինքն Արցախի օկուպացիայից եւ հայերի բռնի տեղահանությունից հետո, այս մերժումները վկայում են այն մասին, որ այդ շրջանում Բաքվի իր նստավայրից բռունցքը պարզած հոխորտացող Ալիևը մեղմ ասած այդքան էլ ազնիվ չէր իր այն հայտարարություններում, թե հայերը կարող են վերադառնալ եւ հանգիստ ապրել իրենց տներում։ Հայաստանի զեկույցը կներկայացվի մայիսի 1-ին, կարծիք Բաքվից։ Ժնևում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Հայաստանի զեկույցին։ Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել երկկողմ բանակցությունները ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը եւ պետական սահմանների սահմանազատմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններով հրաժարվի տարածքային պահանջներից եւ իր հերթին կարեւորել դա երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։ Այնուամենայնիվ, չնայած որ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի զեկույցին, չի հաղորդվել, որ պաշտոնական ադրբեջանական պատվիրակություն է ուղարկվելու հատուկ այս քննարկման համար։ 2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ժնևում կներկայացնի մարդու իրավունքների ոլորտում 2020 թվականից ի վեր Հայաստանի ձեռնարկած քայլերը, ձեռքբերված առաջընթացն ու առկա խնդիրները։ Զեկույցում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովմանը։ Հաշվի առնելով, որ զեկույցը ընդգրկում է պատերազմներով եւ օկուպացիայով հարուստ ժամանակաշրջան, որքան էլ զեկույցում մանրամասնորեն չխոսվի այդ մասին, Ժնևի հայտնի դահլիճում այդ մասին հիշողներ կլինեն։ Ուստի մեզ մնում է սպասել Հայաստանի զեկույցի ներկայացմանն ու տեսնել, ինչ արձագանքներ կլինեն Բաքվից։